Ողջույն հարգելիներս, այսօրվա մեր թեման դա սեղմոններն են, մենք կառուցելու ենք հետևամասի, կողքի եւ առաջամասի սեղմոններ, որովհետեւ մենք հասկանանք ընդհանրապես ինչ է սեղմոնը, իրենից ներկայացնում իր արժեվ դրված ֆունկցիան ինչ է, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեք։ Նոր արդեն կառուցման վրա ես դա ցույց կտամ, թե ինչպես ենք այնտեղ աբաշխում, ինչ նշություններ ենք հաշվի առնում։ Նախ սկսեմ նրանից, որ սեղմոնի տեղը ցույց ենք տալիս առանցքային գծով։ Նու կարող ենք ահա այսպեսի կետ գծով ցույց տալ, որ դա միջանկյալ առանցքային գիծ է։ Սեղմոնի չափը, այսինքն երկարությունը որոշում է ըստ իր այս լայնության։ Ես լայնությանը ասում եմ խորություն։ Օրինակ, սա սեղմոնի այս վերևի կետն է եւ ներքևի հատվածում պետք է ունենանք որոշակի երկարություն։ Եթե 10 սանտիմետր է, ես հիմա 10-ն ցույց տամ, 15-ն ցույց տամ։ Եթե 10 սանտիմետր է կամ մինչեւ 10 է, Քնահա այսպես 10-11 կարող է լինել, դա նույնպես կարճ է համարվում։ Դա նշանակում է, որ մեր սեղմոնի այս վերևի լայնությունը լինի մեկ աջ կամ ձախ կողմի լայնությունը ընդհանուր, այսինքն իր ընդհանուր խորությունը չպետք է լինի շատ մեծ։ Եթե մեծ եղավ, ես հիմա մի հատ փոքր նշեմ, օրինակ 1 սանտիմետր, դա որ 1 սանտիմետր ամեն մի կողմից ընդհանուր այս հատվածը ստացվեց 2 սանտիմետր։ 2 սանտիմետր խորությունը սեղմոնի համար մեծ չի համարվում։ Ես այն հիմա միացնեմ գագաթին, սա սեղմոնի գագաթն է, դա սեղմոնի երկու կողմերն են։ Գիտե որ սրա վրա նույնպես ժամանակ չվատնեմ, ասեմ մեկը միշտ իմանանք, որ սեղմոն ինչ ձև էլ, որտեղ էլ որ ուզում եք նախագծեք, ինչ ուզում եք նախագծեք, սեղմոնի երկու կողմերը միշտ պետք է հավասարացնեք։ Եթե կա բարձր հատված, դուք մտածեք, որը որի հետ։ Հիմնականում բարձրն են հավասարացնում, այսինքն երբ որ մի մասը բարձր է ստացվում, այս մի մասը հավասարացնում են, այս դեպքում կանոնը որպես կարգ ենք օգտագործում, ահա այսպես, եւ հավասարացնում ենք մյուսին։ Պետք է հավասար լինեն։ Մեծով ենք հավասարացնում, տեղ կա իհարկե փոքրով կարող է լինել, բայց մեր երկար կողմով ենք հավասարացնում, որ անհրաժեշտության դեպքում տեղ ունենանք կտրելու։ Ուրեմն, երբ որ խորություն ես ասում եմ, այս երկու լայնությունները իրար հետ գումարած, երբ որ այս խորությունը մինչև 2 է կամ նույնիսկ կարող է լինել մինչև համարյա թե 3, կարող է լինել ամեն մի կողմը 1.2, 1.3, այդպես էլի, նույնպես 10-11 սանտիմետրը լավ է։ Որքան շատանում է այս խորությունը, իսկ որքան սեղմոնը խորն է, օրինակ կարող է լինել ամեն մի կողմից 2.5, ладно, դնենք 2.5, ամեն մի կողմից կարող է լինել 2.5 սանտիմետր, նայեք, սա արդեն մեծ սեղմոն է, խորն է լինելու։ Ուրեմն մեծ հարկավոր կլինի երկարություն, որպեսզի մենք այս մեծ չափը գոնե գեղեցիկ միտեղ իջացնենք եւ ծավալը ստանանք այս հատվածում։ Օրինակ այսպես կարող է լինել հետևամասի սեղմոնը, երբ որ մենք ծավալ ենք ստացել ահա այստեղ շատ մեծ սեղմոնները, մեծ ծավալ են ստանում այս գագաթի մոտ։ Դուք պետք է նայեք, արդյոք մարդը այդտեղ ունի այդպիսի կորություններ։ Արդյոք մենք կարող ենք դա նստացնել գեղեցիկ, ստանալ ֆորմա։ Դրա համար, երբ որ խորությունը գերազանցում է արդեն ընդհանուր, տեսեք, այստեղ ստացվում է 5 սանտիմետր, եթե 2.5 ընդհանուր 5 սանտիմետր է, եթե 5 սանտիմետր է, նույնիսկ եթե 4-ից արդեն ավել է, անցնում է, սեղմոնները բաժանում են 2 սեղմոնների։ Սեղմոնների միջև նույնպես պետք է լինի հեռավորություն, հաշվեք, որ առանցքի գիծը սեղմոնի պատրաստի արդեն տեղն է լինելու, որտեղ որ դուք գտնում եք ծագրի վրա, ուրեմն որքան որ հեռացնում եք, հաշվարկներով կա երկրորդ սեղմոնի, թե ոնց են գտնելու, դա հաջորդ դասին եմ ուղարկելու, բայց որքան հեռացնում եք, դուք կարող եք նույնիսկ արդեն հասկանալ, որքան դուք ինքնուրույն որոշեք, թե որտեղ է լինելու երկրորդ սեղմոնը եւ ոնց կարող եք այս սեղմոնը քչացնել, եթե շատ մեծ է, շատ մեծ ենք ստանում, երբ որ գոտկատեղի եւ կոնքի միջև տարբերությունը բավականին շատ է։ Օրինակ կոնքը կարող է լինել 100, 104, գոտկատեղը կարող է լինել 60։ Այդ դեպքում բավականին մեծ է սեղմոնի խորությունը, այսինքն ոնց են ասում 12 սանտիմետրից արդեն նույնիսկ 15 սանտիմետրից որ անցնում է սեղմոնի խորությունը, հետևամասը կարող է լինել 2 խորություն։ Լինում է նաեւ որ առաջամասն է լինում 2 խորություն, ասի 2 սեղմոն, առաջամասն է լինում 2 սեղմոն։ Դա նախնական բացատրում եմ սեղմոնի հետ կապված ամեն ինչը, որ պատկերացնեք եւ հետո ես ուղղակի կառուցումը ցույց տամ։ Ուրեմն, երբ որ խորությունը փոքր է, սեղմոնը կարող է ունենալ կարճ երկարություն, իսկ չլինի շատ երկար, որովհետեւ սեղմոնից առաջացած այս ծավալը պետք է համապատասխանի տվյալ մակարդակին։ Եվ եւս մի բան, օրինակ սա հետևամասի այս հատվածն է, այսպես ցույց տամ։
Ոտքի մասով, սա գոտկատեղն է, սա կոնքի մակարդակն է։ Երբ որ մենք անհատի վրայից չափում ենք, մենք չափում ենք, այսինքն ուղիղ կանոն ենք դնում, ոնց որ էլի, այսինքն ասեմ, ուղիղ կանոն ենք դնում, որ այն հպվի նստամկանի բարձր հատվածին, եւ մենք մեկ այլ ուրիշ կանոնով, այսինքն չափում ենք գոտկատեղից մինչև մեր ուղիղ ընկած հատվածը։ Եվ եթե այստեղ խորությունը մեծ է, իսկ կա մարդ, որ այսպես թեքված է, էլի ունի լորդոզ մեջքի հատվածում, այսինքն շատ է, գոտկատեղի խորն է, ինքը ինչ գնում է այս հատվածում փոքրացնում է։ Այստեղ նորմալ է, բոլոր տեղով նորմալ է, այստեղ փոքրացնում է ավելի էլի սեղմոնները խորացնում է, տենց ասեմ։ Ոտ, եթե այստեղ մեծ է, ուրեմն միանշանակ հետևամասը պետք է ունենա երկու սեղմոն, այսինքն դուք վերլուծում եք ամեն մարդու համար։ Ու չափում եք նաև այսա, որտեղ կարա վերջանա կոնկրետ իր պարագայում, որ հատվածում է, էլի, այսինքն կարող է կոնքը այստեղ լինի, ու ինքը համարյա թե կոնքի մոտ, այսինքն իր նստամկանը այդպեսին է, բայց կա նստամկան, որ կարող է այսպեսին լինել։ Նայած էլի մարդու ու իր մոտ այստեղ վերջանա սեղմոնի ամենաերկար այդ երկարությունը, այսինքն դուք այս հատվածում պետք է ծավալ ստանաք, նույնն էլ վերաբերվում է փորի հատվածում։ Այս որովայնի մասով եթե ուղիղ գիծ գծենք, շատերի մոտ դա կկպնի որովայնի դեսք թվա թե ընդհանրապես այնտեղ չկա տարածություն, դրա համար մի հատ փոքր սեղմոնիկ ամեն դեպքում կա։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, համարյա թե միշտ էլի այդպես է ստացվում, այս սեղմոնի, այսինքն փորի ամենայն ցցուն հատվածը ստացվում է մեր կոնքի եւ գոտկատեղի եւ կոնքի այդ մեջտեղի հատվածում։ Կարող է այս չափը ուղղակի բաժանել երկու մասի։ Ամեն դեպքում եթե 20, ուրեմն 10 է, այսպես էլի առանց հաշվարկի, որ գտնեք դուք։ Այստեղ ամենափոքր տարբերակով ոնց է որ լինի, մինչև 1 սանտիմետր, 1.3 նույնիսկ եթե այսպիսի փորիկ կա, կարող է լինել։ Շատ ժամանակ փորիկը այսպես կլոր չի եւ կա նաեւ ստամոքսի այս հատվածից եկող ճարպային շերտ եւ էլի նորից չի լինում այստեղ տարբերություն, շատ քիչ։ Բայց լավ կլինի, որ գոնե փոքր սեղմոն արվի էլի այդտեղ ընդհանրապես չհանեք, այլ տակ այդ հատվածը դարձնեք գեղեցիկ։ Մեկ է կոնքերը նույնպես կարող են լինել ոչ, այսինքն նախ անհավասար, ոչ արտահայտիչ, ես ցույց տամ էլի, որովհետև կան նման կոնքեր, որտեղ որ այսպես եք անում, այստեղ հիմա մի քիչ արտահայտիչ է ստացվել, ոչ այնքան մեծ խորություն, բայց կա այդ խորությունը։ Նույնպես կարող է չափել, կարող է գտնել տեղը եւ ձևավորման ժամանակ հաշվի առնել։ Ճիշտ է, մենք սեղմոնը միացնելու ենք այստեղ, բայց ձևավորման ժամանակ դուք կարող եք տեսնել իր կոնքերը բարձր են, ցածր են, իրենց տեղում են, ինչպես է այստեղ այս մկանային ճարպային շերտերը։ Եվ կա որ համարյա թե ուղիղ է կազմվածքով, այսպես չտամ, որ եւ փոքրիկ սեղմոնիկ է ստացվում։ Դուք նույնպես նայում եք, կարող է տարբերություն շատ չլինի կոնքի եւ գոտկատեղի միջեւ, լինում է մարդ, որ ունենում է 6 սանտիմետր տարբերություն, 9 սանտիմետր տարբերություն, դրանք փոքր են, էլի։ Բնականաբար իրանք որոշ սեղմոնների այդ խորությունները, քանի որ ընդհանուրն է փոքր են ստացվում։ Բայց եթե մարդը այստեղով չունի կոնքեր, բայց ունի այսպես լավ նստամկան, իսկ դա նույնպես կարա լինի, անպայման նայում եք։ Այդ դեպքում արդեն ինքնուրույն եք բաշխում, իսկ եթե խորությունը մեծացել է, սա արդեն շատ առանձնահատկություններ ունեցող մարդու դեպքում դուք այդ խորությունը ստանդարտների որ ստացել եք, օրինակ սա կոնքի սեղմոնն է, դուք կարող եք կոնքի սեղմոնը նայեք նույնիսկ ասիմետրիկ անեք, էլի, այսինքն հետևամասը ինչ որ մի մաս այստեղից տակ այստեղ, որպեսզի հետևամասը ավելի այսպես ծավալով ստացվի այս հատվածներում, որտեղ ունենք ծավալ։ Ամեն ինչը պետք է վերլուծեք կապված սեղմոնների հետ։ Ստանդարտ տարբերակով որ առաջարկվում է, այն համարյա թե շատերին համապատասխանում է։ Խոսքը վերաբերվում է այն առանձնահատկություններով աչքի ընկնող այստեղ կարևոր առանձնահատկություններով մարդկանց։ Ես հիմա կարեցի այս մի հատ սեղմոնը որ ցույց տամ։ Սեղմոնը ուրեմն ընդհանուր որ արեցինք, այսինքն եռանկյունի է։ Երբ որ մենք կարում ենք, արդեն բարձրացնում որ սեղմոնը ունի աջ ու ձախ կողմեր, սա օրինակ ձախ կողմն է, սա աջ կողմն է։ Ես հաշվարկները գրել եմ արդեն բաժանելով, որպեսզի դուք գտնեք սեղմոնի միայն ձախ կողմը, դա նշանակում է, որ այդ արժեքը, որ բանաձևերով մենք գտել ենք, պետք է տեղադրեք եւ աջ եւ ձախ։ Դա արվում է հատուկ, որ էլ չհաշվարկեք ընթացքում, իմանաք վերջնական մի կողմի հաշվարկը ու արագ տեղադրեք աշխատեք։ Նայեք, երբ որ սեղմոնը փոքր է, սա հատկապես առաջամասի սեղմոն է, այստեղ նույնպես ծավալը ստացվում է շատ նուրբ, շատ քիչ։ Դա որովայնի հատվածում այդ փորի ցծվածությունը ապահովում է, որտեղ այստեղ նույնիսկ մենք մի փոքր հարթեցնում ենք հարթուկով եւ ամեն ինչ նստում է, համարյա թե ուղիղ է ստացվում, բայց կա ծավալ, կա ազատություն, շնչելու, շարժվելու, չգիտեմ, նստելու ժամանակ ճարպերի կամ մկանների ինչ որ տեղաշարժում եւ այլն, այսինքն սա նորմալ է։ Հիմա ես մի քիչ մեծացնեմ սեղմոնի խորությունը եւ ցույց տամ թե ինչ ծավալ կստանանք այստեղ։
այսպիսի կարճի դեպքում էլի, որտեղ այստեղ էլ չկա տարածք, ուրեմն ինչ է ուզում ասել, սեղմոնը երբ որ կարում ենք, մենք պետք է այսպես զրոյացնենք, ես չեմ ձևավորում սեղմոնը, այլ դա անում եմ միանգամից կտորի վրա, գծագրի վրա չեմ ձևավորում, բայց կարող եք ձևավորել, այսինքն փոքրացնել այսպես եւ փոքրացնել ընդհակառակը, այսինքն կորը անեք դեպի այս հատվածով եւ կորը անեք ընդհակառակը դեպի ներս, այսինքն կոր որ պարագաներում է դա լինում։ Երբ որ մենք օրինակ կորսետներ ենք արել եւ ունենք մարդու մարմնի այսպիսի հատված, երբ որ կրծքագեղձն է, փորի այս հատվածն է եւ մենք հետո գնում ենք, այսինքն որովայնի այս հատվածն է գոտկատեղի մակարդակով, այստեղ սեղմոնները որ ներս է կորությունը գնում, ավելի գեղեցիկ է լինում, այսինքն մենք նայում ենք մեր կորություններին, բայց եթե կոնք է գալիս է, ահա այսպես կոնքը կորանում է դեպի դուրս, ապա մենք ձևավորում ենք այս հատվածը դեպի դուրս։ Նայում ենք էլի ինչ ենք ուզում, եթե օրինակ ինչ-որ կարում եք եւ ընդհանրապես մարդը չունի փորի հատված, նույնիսկ չգիտեմ, այստենց պրեսներ ունի այստեղ, դա, եւ այստեղ ընդհանրապես չունի հատված, այդ դեպքում նույնպես կարող եք կորացնել սա այստեղ, բայց դա շատ հազվադեպ է լինում գոտկային հագուստների դեպքում, հիմնականում երբ որ մենք կորացնում ենք այս ներս, վերաբերվում է ոնց որ գոտկատեղից մի քիչ բարձր հատվածներին, երբ որ ուզում ենք ավելի այսպիսի սլացիկ ստանանք դեպի մեծացում գնացող հատվածների պատկերացնեք երևի։ Դա էլ ցույց տամ ու անցեմ գծագրմանը։ Ուրեմն այստեղ սեղմոնը ավելի խորն է, սա բավականին խորը սեղմոն է, այնպիսի խորություն ունի այստեղ սեղմոնը, որ սեղմոնը պետք է բաժանենք երկու մասի։ Ու հիմա նայեք, երբ որ մենք խորը սեղմոն ենք կարում, այսինքն այս գիծը խորացավ, այստեղ մենք ստանում ենք այս հատվածում ավելի մեծ ծավալ։ Այս մեծ ծավալը կարող է լինել միայն այն հատվածներում, որտեղ այդ ծավալը մարմինը ունի։ Եթե չունենա, ահա այսպես բալդերի նման, պուծերի նման մնալու է։ Ինչքան ուզում եք նստացրեք, մեկը այսպես լավ չի լինելու, պուստոյ, դատարկ է լինելու ներքևը։ Եվ ուշադրություն դարձրեք, որ երբ որ մենք սեղմոնը կարում ենք այսպես, այստեղ ունենում ենք այսպիսի եզր, ու մեկ էլ այստեղ ուշադրություն դարձրեք, որ սեղմոնը ունի ահա այսպիսի անկյուն այս հատվածում, տեսնում եք այստեղ։ Դրա համար սեղմոնների այս գծերը բարձրացնում են, այս կողքերը իրականում, երկու կողքերը երբ որ բարձրացնում են ու լեկալի վրա կտրում են, եթե կտորի վրա է, ապա կտրվում է վերևի մասը սեղմոնի մոտավորապես ահա այսպես, այսինքն այս մեջտեղի, երբ որ մենք արդեն կտրում ենք սեղմոնը, կտորի վրա, կալկայի վրա, մեր այս մեջտեղի առանցքի գծով ստացվում է բարձր, որտեղ մենք պետք է նախ փակենք սեղմոնը, կտրենք արդեն ձևավորված եզրով, որպեսզի չստանանք, ահա այսպիսի հատված, որտեղ սա արդեն չի ընկնի կարի մեջ, եթե դուք դա հաշվի չառնեք։ Գծագրի վրա մենք բարձրացնում ենք այս երկու կողմերը, ձևավորում ենք, այսինքն բացի այդ ամեն ինչից ձևավորվում է, հավասարացվում է սրանք եւ երբ որ գծագրից հանում ենք արդեն կալկա, փակում ենք սեղմոնը, սեղմոնի երկու կողմերը այսպես փակվում է, նոր կտրվում է գոտկատեղի գիծը, ահա այսպես փակվում է, նոր արդեն գեղեցիկ կոր գծով, ոնց որ մենք ձևավորել ենք, ահա այսպես կտրվում է վերջնական սեղմոնի, իսկ մենք ծալում ենք այն ուղղությամբ, որտեղ պետք է եւ ստանում ենք ահա այսպիսի սուր հատված, որը կարելուց հետո, երբ որ մենք որ կողմ որ նախատեսել ենք, որ սեղմոնը պետք է լինի, ամբողջ մեր այս խորությունը ընկնի կարի տակ։ Ընկնի, չգիտեմ, ինչ ենք ձևավորում, գոտի է, ինչ ենք, որտեղ ենք կարում, ընկնի այսպես կարի տակ։ Դա վերջ սեղմոնի մասին, հիմա անցնենք գծագրմանը։ Ես առանձին տեսանյութով ցույց տամ, որ դուք սա առանձին նայեք եւ գծագրությանը չխանգարեք։